Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ երեք մենք հաղորդումը կանգ առանք մի շատ կարևոր նյութի վրա, կապված եկեղեցու հետ, թե ինչ հարվածներ է եկեղեցին, եկեղեցու որոշ ներկայացուցիչներ կամ եկեղեցին ուզուրպացրած այդ շպիոնները, ագենտուրան, ռուսական, ինչ հարվածներ է դրսում փորձել հասցնել Հայաստանի Հանրապետությանը եւ ինչպիսի տպավորություն է փորձել ստեղծել Հայաստանի իշխանությունների, քաղաքական իշխանությունների, ինչ եմ շեշտում քաղաքական, որովհետեւ եկեղեցին քաղաքականության հետ չպիտի խառնվի, բայց արի ու տես, որ նրանք հենց նրա համար են, որ քաղաքական դաշտում փորձեն խաղաքարտերը խառնել դրսի հրահանգներով իշխանությունների հանդեպ։ Ինչով նաեւ հարվածի տակ է դրել մեր պետության ռազմավարական ծրագրերը եւ այլն, որովհետեւ հավելյալ դժվարին աշխատանքներ են, չէ՞, սպասվում, երբ որ դու մի գործով մի ճանապարհ ես անցնում ու այդ ճանապարհին բազմաթիվ քայլեր ունես անելու ու կողքից անընդհատ լինում են հարվածներ, դու ավելի դժվարությամբ ես հասնում նպատակակետին։ Այո, Հայաստանի Հանրապետությանը 20 թվականի նոյեմբերի 9-ից հատկապես սկսված բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ ես կներեք, չեմ խորշի սա ասել, որ եթե թշնամին հակառակորդը հարվածում էր ռազմական գործոնը օգտագործելով, այսինքն մենք ուղիղ տեսնում ենք ռազմական գործողություն եւ հակազդում ենք դրան, ապա 5-րդ շարասյունը Հայաստանի ներսում գործող դա անում էր ներսից ծածուկ եւ իր ներսում ներգրավելով քաղաքացիական տարբեր շերտերի ներկայացուցիչների, ովքեր որ կամ իրականությունը չեն ըմբռնում կամ մանիպուլյացիաների են ենթարկված եւ այլն եւ այլն։ Եվ Հայաստանի պետության ըստ էության ռազմավարական ծրագիրը թե ինչպես դուրս գալ այդ ծանրագույն վիճակից, ինչպես բանակցել է այսինչ այնինչ վայրում, նրանք ներսից անընդհատ հարվածում են եւ տորպեդահարում են այդ գործողությունները։ Այսինքն օրինակները բազմաթիվ են, մեկը բերեմ, հա, այսպես այդպես ալեգորիկ բանով։ Ասենք օրինակ ռազմական գործողությունա տեղի ունենում նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանի Դաշնությունն է միայն ռազմավարական գործընկեր, դուք գիտեք, թե ինչ գործընկեր նա դուրս եկավ, ինչ տեսակ գործընկեր նրանից ստացվեց։ Եվ Հայաստանը փորձում էր միջազգային հանրությանը ներգրավել process-ների մեջ, դա փրկողակի նման մի բան էր եւ ձգտում էր այդ ուղղությամբ։ Բայց պատկերացրեք, օրինակ, պետքա Ֆրանսիային ինչ-որ բան հասկացնել ու այդտեղ ուղիղ չեն լինում խոսակցությունները, դա դիվանագիտություն է, ու այս հասկացնելու process-ի մեջ նրանք անընդհատ ունենալով իրենց ներկայացուցչությունը, օրինակ դաշնակների ներուժը, անընդհատ կողքից իրան մի հավատենք, այդտեղ ինքը գիտեք, այսպես դնում էին երկընտրանքի աճով եւ ավելի էր դժվարանում ինչ-որ բան հասկացնելը։ Նույնը Գերմանիային, Միացյալ Նահանգներին, մյուսին, այսինքն նրանք անընդհատ տարբեր ճյուղերից սնուցում էին Ալիևյան ռեժիմին որպես եւ ռուսական ռեժիմին, որպեսզի սրանք ավելի արդյունավետ կարողանան գործել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչի համար, որովհետեւ այս ներկայացուցիչները կարծում են, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի տարածաշրջանում ռուսական անկլավ։ Մենք դիմադրեցինք ու անցանք դրա միջով, իհարկե շատ բաներ արեցինք հասարակության մասին է խոսքը, երբ որ ասում եմ մենք ժողովուրդ ջան, ես ժողովրդի անունից եմ խոսում, որպես ժողովրդի մի մասնիկ, իհարկե ոչ բոլորի, տարբեր կարծիքներ կարող են լինել, որոնք որ ես հարգում եմ, չեմ կարող չհարգել, որովհետև հստակ գիտակցում եմ քաղաքացիական պատկերացումներ, քաղաքացու իրավունքները, դերը, նշանակությունը, որ այս կամ այն իրավիճակում։ Բայց այնուամենայնիվ մենք ժողովրդով կարողացանք անգամ շատ դետալային չիմանալով, չխոսելով շատ թեմաներից, միևնույնը հաղթահարել այս փուլը։ Եվ գնաց արդեն հեսա 5-րդ տարին է լրանում այն ձևավորած ազգային ժողովի, որը որ մենք բոլորով ենք ձևավորել, գործունեության։ Եվ ինչ տեսանք այս 5 տարիների ընթացքում։ Տեսանք, որ այն երկու ուժերը, ովքեր որ կուրծք են ծեծում Հայաստանի Հանրապետության համար, որևիցե օրենսդրական նախագծով նորմալ հանդես չեկան, որը կվերաբերվեր բոլորիս ու պետությանը։ Ճիշտ հակառակ, ես կարող եմ հերթով թվարկել եւ հիշեցնել սրանք, ճիշտ հակառակ, միայն տարի ու կես 2 տարի ձգձգեցին հանձնաժողովների
նայեք, ազգային ժողովում կան տարբեր հանձնաժողովներ, չէ, որոնք պիտի օրենսդրական նախագծեր, քննարկումներ, կառավարության հետ եւ այլն բաներ առաջարկեն եւ դրանք ազգային ժողովում քննարկվի, ընդունվի կամ չընդունվի։ Այս հանձնաժողովների ձևավորման process-ը դե պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը այդ թվում եւ առաջնային փորձեցին ամեն ինչ անել, որ ձգձգվի, ինչը վնաս է մեր երկրին, մեր ժողովրդին, այն էլ պատերազմից հետո, այդ ծանրագույն ճգնաժամային վիճակում, դա ճգնաժամային իրավիճակ ենք մենք անցել միասին ժողովուրդը։ Դրանից հետո դրսերը ավելի շատ էին լինում, քան ներսում, հիշեք մեր բողոքները, թե ինչի են սրանք աշխատավարձ ստանում, ես բացատրում էի, թե ինչն ինչոց է, փորձում էի բացատրել, չնայած ինքս չէի ընդունում։ Եվ հիմա էլ դարձյալ ընտրություններին ընդառաջ սրանք դուրս են եկել, որոշել են, որ իրենք են մեր մասին մտածողը, իրենք են մեր պետության մասին մտածողը, ու ամենատարբեր մանիպուլատիվ հայտարարություններով են հանդես գալիս։ Որակումները շատ են եւ ոչ միայն որակումները, նաեւ տարածվող տեղեկություններ, ինֆորմացիաներ, որոշ դեպքերում նաեւ հստակ ինֆորմացիաներ, բայց արի ու տես, որ ամեն ինչը մեր երկրում փտած է եղել։ Փտած ներքին գործերի բան, ոստիկանական համակարգ, ես անձերին չեմ անդրադառնում, հանկարծ մեր ոստիկանները թող չնեղսրտեն, չնայած ասեմ, որ կառույցը այնպես չի, որ լավ է աշխատում, փտած ԱԱՑ համակարգ, փտած էկոնոմիկայի համակարգ, փտած, ամեն ինչը փտած, ամեն ինչը, ինքը նայում ես կա, բայց թղթերը ուզում ես տանես դնես հողին, համապատասխանեցնելու ես թղթի վրա ինչա գրած ու գետնի վրա ինչ ունենք, տեսնում ես չկա, ոչ մի տեղից պետություն ենք փորձում ստեղծել, ու այդ պետություն ստեղծելու առաջին գրավականներից մեկը սահմանագծված, սահմանազատված բան ունենալն է, չէ, ասենք որտեղ է պետությունը սկսում ու վերջանում, պետության օրենքները որ միլիմետրով, որ տարածքում են գործում, դու չես կարող, չէ, մեկ այլ երկիր գնալ ու քո պետության օրենքներով շարժվել, իսկ այդ երկիրը որտեղից է սկսում ու որտեղ է ավարտվում, ասենք, եթե մենք ընդունում ենք, որ մեր սահմանը էստեղ է, դրանով միևնույն ժամանակ չենք ընդունում, որ թշնամու սահմանն էլ ընդեղից մինչև ստեղ է, այսինքն թշնամուն դրանով չենք ասում, որ այստեղ է մեր սահմանը, վերջ, այսի չի կարելի խախտել, ու այս կարևորագույն ձեռքբերումը, որը միայն Արցախյան պատերազմից հետո 30 տարի պահանջվեց, որպեսզի այս ձեռքբերումը ունենանք, բոյկոտվեց թե Ալիևի կողմից վարձատրվող որոշ կառույցների կողմից, թե ռուսական պրոպագանդայի կողմից եւ 5-րդ Շարասյան կողմից, որոնք որ նույն մարդիկ էին, նույն ուրիշ մարդիկ չեն, որ ասենք լավ, այս էլ ուրիշ մարդիկ են, կարող է սխալ են հասկացել կամ տենց են հասկացել, դուրս են եկել իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնում, ակցիա են անում, բողոքի ակցիա են անում։ Չէ, նույն ուժերն են, ովքեր որ եւ դրանք այն ուժերն են, ովքեր որ եղել են իշխանություն եւ գծել են, ընդունել են վարչատարածքային միավորների մասին օրենք, այսինքն մեր օրենքում մինչև դեռ հեղափոխությունը դեռ ահագին կար, որպեսզի դա տեղի ունենար, մինչև ելք դաշինքի, Նիկոլ Փաշինյանի ներկայությունը որպես ընդդիմադիր ազգային ժողովում, այնտեղ արդեն սևով սպիտակի վրա կնոպկ են սեղմել ու ընդունել են, որ օրինակ Սյունիքի մարզի այսինչ գյուղից այս կողմ Ադրբեջանն է։ Այս գյուղը սահմանակից է սրան, օրինակ, այսինչ տեղը, եւ այլն, այսպես գծել էին, հետո դուրս էին եկած, մեն այս ինչ եք անում, գծել էին իրենց համար, չեն բերել ընդհանուր պայմանավորվածության Ադրբեջանի, դրա համար էլ Ադրբեջանը նաեւ դրա համար, որոշակի նկրտումներ ուներ Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ, Եվ այո, ռազմավարական դաշնակիցներն ասում են, իսկ ձեր սահմանը որտեղ է։ Այստեղից էլ ասում են, իսկ հապկի սահմանը որտեղ է։ Բայց մինչև այս լեզվակռիվը կգնար, այնտեղ թշնամին գործում է։ Եվ գործում է հենց Ռուսաստանի թույլտվությամբ։ Որովհետև Ադրբեջանը Ռուսաստանի համար այս իրավիճակում եղել է գործիք Հայաստանին ճնշելու եւ վերջնական տարածաշրջանային անկլավի վերածելու համար, որը հետագայում տարբեր իրավիճակներում ըստ ապագայում ըստ կարևորության
կարող էր արդեն որպես իր տարածք, իսկ նա չէր խոսում անգամ դա ասել, ինչ որ մեր գեներալ-մեներալներից էլ կային Թուրքմենչայի պայմանագրեր բաներ էին վերհանել, սենց աղմաղ բաներ էին խոսում, որպեսզի ինչ որ պարագայում ասել լավ, այս անկլավը քեզ այն քո ունեցած այն ինչ բանը ինձ ու տար ցանկացած որևիցե մեկին։ Ոնց որ օրինակ Գույք պարկի դիմացի ժամանակ Արելա Քոչարյանը տվել է ռազմավարական կարևորության տարածքները, օբյեկտները հողով, մողով, ամեն ինչով, հողատուն, գլխավոր, ու տվել է իրավունք, այսինքն պայմանագրի մեջ գրել են, որ Ռուսաստանն էլ իր հերթին կարող է փոխանցել ցանկացած երրորդ երկրի, առանց սահմանափակման։ Սահմանափակում չկա, այդ երրորդ երկիրը կարա լինի Թուրքիան կամ Ադրբեջանը, թե չեն կարա։ Այսինքն եթե Ռուսաստանը Ադրբեջանի հետ պայմանավորվի, շատ հանգիստ կարան ասեն, այս մարզ գործանի տարածքը ես տալիս եմ ադրբեջանական այսինչ բանին, ֆիրմային, որպեսզի օգտագործի։ Որևիցե իրավական նորմ չկա, որպեսզի դա արգելվի։ Հիմա դուրս է եկել ինչ ուզում խոսում է։ Եվ այսպես պետությանը հարվածելով եկել են, բայց դեռ քաղաքական մասը դնենք մի կողմ, որովհետև դա եթե բոլորից տեսանելի էր, ապա եկեղեցին ուզուրպացրած Կտրիշ Ներսիսյանի խմբակը շատ ավելի կոպիտ է խաղի մեջ մտել մեր պետականության դեմ, նա իրեն կարծում է պետության դեմ եւ հստակ, քանի որ ամբողջովին ինստիտուտը գտնվում է Ռուսաստանի ձեռքում, այսինքն իր վերնախավով ամեն ինչով, ուղիղ անում է Ռուսաստանի պահանջները, գնում այստեղ այնտեղ խոսում են, մեր իմիջայլոց կոնվենցիաներ գոյություն ունեն եւ սրա վրա պետք չի աշկ փակել, երբ որ աշխարհում փորձում են խաբել, համոզել, թե մեր բանը երկրում քրիստոնյաները հալածվում են։ Սա գիտեք ինչա նշանակելու։ Սա հանգիստ նշանակելու է արտագաղթի մի հսկայական բան, որ մարդիկ կարող են հանգիստ գնալ մեկ այլ երրորդ երկրում փախստական հանձնվել, ասել դե մենք քրիստոնյա ենք, մեզ հալածում են, ստատուսը ստանան, դառնան քաղաքացի ապրեն, Հայաստանը դատարկվի դարձյալ։ Եվ սա նաև դրան է նպաստում։ Բայց մյուս կողմից էլ հենց եկեղեցին խայտարակ անողները սրանք են, որովհետև այդ երկրները լուրջ երկրներ են, Ռուսաստանի պես քնձխ երկիր չեն, էլի, որ ասենք նորմալ անալիզներ չկարողանան անեն, ինչ ունեն, ինչ են ցանկանում։ Եվ ունեն ներկայացուցիչություններ Հայաստանում։ Նաև Նարեկը Կարապետյան դրա համար էր երևի, Սամվել Կարապետյանի եղբորորդին, երևի դրա համար էր ներսրտել, թե խեն $15 միլիոն տալիս, չգիտեմ քանի միլիոն տալիս դեսպանատուն բացում Անգլիայի մյուս երկրների, բայց չեն գալիս մի հատ զավոդ սարքեն ստեղ, հռետորական չգիտես ինչեր է խոսում, էլի։ Դեսպանատան դերն ու նշանակությունը ուրիշ, այս ձեռնարկությունը կարա լինի մասնավոր, գնա դիր բացի։ Ընդ որում ձեր բաներից, ներկայացուցիչներից մեկը ով շատ ասում գլուխ գովալ, թե մեր ձևով շարժումը, ես ասում եմ խալխի ձևով շարժումը, չգիտեմ, նոր թափ է հավաքում, չգիտես ինչեր անում, շատ ավելի լավ, ձեզ ով է ճնշում, գնացեք, բան արեք, բացեք։ Միջավայրը նորմալ է, բիզնես միջավայրը նորմալ է, բայց դուք հաշտ չեք, որ դուք կարող եք Հայաստանի Հանրապետությունում բիզնես տեսանկյունից ունենալ մրցակից։ Այդ դրա համար հաշտ չեք։ Դուք ուզում եք լինել իշխանություն, որպեսզի ունենաք ձեր սեփական բիզնես, վերականգնեք այն ինչ որ կա։ Իմիջիայլոց ես մի հասարակ բան ասեմ։ Վերջերս մի երիտասարդ կար, դրա մեկնաբանությունների տակ բան է գրել, ասում եմ, եթե ես ինչ բան ասում ես, պիտի որ հիմնավորես։ Անգամ առաջարկեցի համատեղ եթեր անենք, բնականաբար խուսափեց։ Ու այնտեղ տակը մտել մեկը ինձ վիրավորում է։ Ես էլ իրան եմ հակառակ վիրավորում ու ասում եմ մտի Messenger, որովհետև այն կեղտոտ բառապաշարիտ պատասխանը ստեղ չեմ կարող տալ, մարդիկ են նայում։ Չի մտնում Messenger։ Մեկ էլ ինչ ասում, ես ասում, անկեղծ եմ ասում, չգիտեմ, դա ճիշտ է թե չէ, ճշտելու կարիք կա, բայց ես անգամ անուն ազգանունը ասեմ, եթե կարելի է ինձ օգնեք։ Սմբատ Հովանեսյան, ով ներկայանում է, որ ինքը Շիրակ հյուրանոցի տերն է ու հեսա գա Հայաստանի, տես ինչ անելու, չգիտեմ, դու զգույշ քայլի Հայաստանի փողոցներում, սենց բաներ ասում։ Ճշտելու կարիք կա իհարկե, մի հատ կճշտեմ։ Ահա սրանց մակարդակը, սրանք ուզում են, որ իրենք վերադարձան իշխանությունը, որպեսզի դարձյալ վեր լինեն օրենքից, վեր լինեն
ազատ մրցակցային տնտեսական բաներից, այսինքն իրանց են մոնոպոլիստական բաներ ունեն։ Սա է իրանց խնդիրը։ Թե չէ հայրենիք պետություն գնացել նստել դրսում, այ կարելի է մի հատ այդ տեսանյութը դնենք, 3 էր տարածվում, ես իմ Facebook-յան էջում ճիշտ ասած սկիզբել եմ, տեսեք եկեղեցին եւ Նարեկը նույն Կարապետյան եւ իր տված ինտերվյուով ամեն ինչով, ինչպես է փորձել վարկաբեկել, հա, Հայաստանի Հանրապետությանը ու ինչ տպավորություն է շատ sense ներսով իրենց կապերը խողովակները օգտագործելով այ ամբողջ օրը Փաշազադեից են, չէ՞ խոսում։ Բա այդ նույն խողովակներով Փաշազադեի դեմ մի բան ասեք դուրս եկել, ես ինչ բանն ասում։ Քիչ եք ասում, որովհետև թե դուք, թե Փաշազադեն նույն դպրոցի սաներ եք ու ենթարկվում եք FSB-ին։ Այ դրա համար շունը շանթա չի գցի։ Սա է խնդիրը։ Հիմա գնացել ձեր խողովակները օգտագործում եք Հայաստանի Հանրապետության դեմ։ Երբեք մեր եկեղեցին իր խողովակները չօգտագործեց Ադրբեջանի նրա գործած բաների դեմ։ Երբեք չօգտագործեց։ Մի հատ գնաց Շվեյցարիա եկավ, իր բաներն էլ կան, չէ՞, ասում են, նա գերիների հարցը բարձրացրեց, գերիների հարցը թող Մոսկվայում բարձրացնել։ Բանը Տաշիր Սամոյի նկարը բարձրացնելու փոխարեն թող բարձրացնեն գերիների հարցը, ասեն Ռուսաստան ջան, բա դու ես հրա դատարը բան արել, բա ես ինչ կար։ Խնդրեմ մի հատ այդ տեսանյութը նայենք, սա ազգային խայտարակություն է սա։ Քրիստոնեական հեռարձակման ցանցը CBN-ը ռեպորտաժ է պատրաստել նոյեմբերի 15-ի Երևանում տեղի ունեցած աղոթքի նախաճաշի վերաբերյալ։ Հաղորդավարի խոսքով վերջերս ամերիկյան մեդիա ոլորտի ներկայացուցիչներից մեկը Թաքեր Քարլսոնը Հայաստանի կառավարությունը մեղադրում էր քրիստոնեության դեմ արշավի համար, սակայն գործակալության լրագրողը հայաստանյան այցի շրջանակում յովին այլ պատկերի է ականատես եղել։ Չնայած հնչող մեղադրանքներին եկեղեցիները բնականon գործում են պաշտամունքի որևէ խոչընդոտ չկա, իսկ հոգևոր առաջնորդները նստած են բարձրաստիճան պաշտոնյաների կողքին, նշում է լրագրող Չակ Հոլթոնը։ Երևանում նա հայ փորձագետների հետ զրուցել է հայաստանյան զարգացումների եւ ձերբակալված հոգեվորականների վերաբերյալ եւ ընդգծում է, որ ձերբակալությունները որևէ կերպ կապված չեն նրանց կրոնական գործունեության հետ։ Նրանցից երկուսը զբաղվել են քաղաքական գործունեությամբ։ Նրանցից մեկը զինվորականներին կոչ է արել հեղաշրջում իրականացնել։ Մյուսը կազմակերպել է ընդդիմադիր շարժում։ Հայաստանը փորձում է դառնալ ավելի ինքնիշխան, ինքնուրույն դիվանագիտություն վարել, սակայն այդ ամենը Ռուսաստանին դրդում է ավելի ակտիվ խառնվել Հայաստանի գործերին։ Ըստ ռեպորտաժի այս քաղաքական բախումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում է ազատվել տասնամյակներ շարունակվող ռուսական ազդեցությունից։ Ամերիկացի որոշ քրիստոնյա առաջնորդների կարծիքով եւս Թաքեր Քարլսոնի եւ այլ գործիչների կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները ոչ միայն սխալ են, այլև ծառայում են Ռուսաստանի շահերին։ Երբ ես հրավեր ստացա, ընկերներս սկսեցին հոդվածներ ուղարկել եւ ասել. «Արդյոք չգիտես, որ Հայաստանի վարչապետը պատերազմ է վարում քրիստոնեության դեմ»։ Ես ուսումնասիրում էի այդ նյութերը եւ հետո վստահելի մարդկանցից տեղեկացա, որ քրիստոնեության դեմ ոչ մի պատերազմ էլ չկա եւ որոշեցի գալ։ Մի քանի օր նրա հետ անցկացնելուց եւ անձամբ հանդիպելուց հետո հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի մեջ չէ քրիստոնեության հետ։ Նա ցանկանում է անել այն, ինչ պետք է անի համաձայն քրիստոնեական սկզբունքների եւ հետեւելով աստվածաշնչյան սկզբունքներին։ Նա ինձ շատ է տպավորել։ Ամփոփելով ռեպորտաժը լրագրողը նշում է, որ հարևանների հետ վարդ հարաբերությունների եւ միասնությունը թիրախավորող ապատեղեկատվության պայմաններում Հայաստանի ամենամեծ մարտահրավերներից մեկը կյանքի եւ ընտանիքի մշակույթի վերականգնումն է։ Քրիստոնեական հեռարձակման ցանցի հաղորդավարներն իրենց հերթին նշում են, որ քրիստոնեության դեմ հարձակումների վերաբերյալ կեղծ լուրերը վերջին շրջանում ակտիվացել են եւ Հայաստանը բացառություն չէ։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։ Խնդրեմ, լուրերի թողարկման ժամանակ հիանալի ռեպորտաժ էր։ Շնորհակալություն այս ռեպորտաժը կազմողին։ Տեսեք, գնացել ինչեր են խոսել, այդ մարդիկ ինչ տպավորություն են ունեցել։ Վաղը մյուս օր, եթե մեր իշխանությունը ասենք, թե այս ամեն ինչի մասին չէր իմանում, շարունակում է իր քաղաքական դրսևորումները ու այդ նույն երկրների ղեկավարները մի հատ այս բանականներով որ ընկնում է, այդ ուղղությամբ հասկացողներին հարցեր է, չէ՞, ասում են դուք ինչ կարծիք ունեք, ու սրանք ասում են դե մենք լսել ենք, որ Հայաստանում ինչ որ քրիստոնյաներին ճնշում են, ես ինչ են անում։ Դուք նայեք ուր են հասցրել թեման, ու դուք տեսեք, թե աշխարհը նորմալ մակարդակ ունեցող պետությունները ոնց չեն ընկալում, թե ոնց կարա մեկը ով սրբազան հայր է հեղաշրջման կոչով հանդես գա։ Այ որ ուզում եք հասկանանք, չէ՞, yani իբր հատը մի հատ կոչ արել, դուք տեսեք աշխարհի համար այս երկրների համար ինչքան անընդունելի է դա եւ այո այս երկրների համար ինչքան ընդունելի է որ պիտի եկեղեցին մնա իր դերի ու նշանակության մեջ որը բարձրագույն արժեք է իրենք էլ ասում են գնացել ինչ որ ասած հեղաշրջման կոչ է արել ռազմական հեղաշրջման կոչ այն մյուսը ինչ որ
դեռ չի ասում terrorism-ը կազմակերպել է, հələ այդ երևի չի ասում, որ ավելի հարվածի տակ չդնի շատ բան։ Ասում է բանը քաղաքական գործունեություն է ցավալել, որովհետև այդ նույն զարգացած երկրներում ընդունված չի, իրանք չեն կարող ըմբռնել, ոնց կարա եկեղեցու սպասավորը իր սպասավոր լինելով, եկեղեցու անունից ներկայանալով, բան անի, քաղաքական գործունեություն ցավալի։ Սա ընդունելի չի ոչ մի նորմալ պետության համար։ Իսկ այ մեր երկրում փորձում են սրանց սատարողները այս ամեն ինչը դարձնեն ընդունելի եւ նորմալ բան։ Քիչ բաներ են արժե զրկել, մի հատ էլ դա են ցանկանում արժե զրկել։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Բայց հարցեր մնում են իհարկե։ Իսկ ինչ է լինում նման դեպքերում, երբ որ անգամ երկրի ղեկավարը մատնացույց է անում, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են ագենտ են կամ առնվազն աշխատում են այդ դաշտում, այդ տիրույթում։ Պարզվում է այս ուղղությամբ էլ այնպես չի, որ մենք շատ քայլեր անելու հնարավորություններ ունենք իրավական տեսանկյունից։ Իմիջայլոց ձեզ համար ընթերցեմ Դանիել Յոհաննիսյանի մի գրառումը, որը ինձ իսկապես շատ հետաքրքիր է։ Եթե կան հստակ տեղեկություններ, բայց ոչ ապացույցներ, տեղեկություններ, որ որոշ եկեղեցականներ Հայաստանի դեմ Կրեմլում գծած սխեմաների են մասնակցում, ապա ըստ ձեզ ԱԱԾ-ն ու մյուս իրավապահները ինչ պետք է անեն։ Հարցս լուրջ է։ Եթե ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ պետությունը չի կարողանում սահմանադրական կարգը պաշտպանել օտար երկրի կողմից հիբրիդային զավթմանը հակազդել, օրինական ճանապարհով, ապա ինչ պետք է անի։ Կարելի է իհարկե ջայլամի նման չտեսնել իրականությունը, չտեսնել անգամ այն, թե ինչպես են որոշ եկեղեցականներ այլ երկրներում ռուսների կողմից օգտագործվել։ Կարելի է նաև չընդունել, որ մեր իրավապահների կարողություններն այնքան քիչ են, որ ոչ միայն գործակալական ցանց անգամ ջեբկիտ չեն կարողանում բռնել ու դատել, առանց օրենք խախտելու։ Սա դասական վագոնետկայի խնդիր, դիլեմա է, որտեղ բոլոր սցենարներն էլ վատն են ու առաջանում է էթիկան, օրենքը խախտելու ու առավել վատ սցենարի երկընտրանք, ոչ տրիվիալ երկընտրանք։ Ընդ որում, այդ երկընտրանքը առավել ոչ տրիվիալ է այն փաստի բերումով, որ ի տարբերություն վագոնետկայի պարզեցված խնդրի, մեր իրականությունում հնարավոր որոշումները, ենթավորոշումները ու քայլերը հազարավոր են, եւ դրանցից բոլորում յուրաքանչյուրի մասով եղած երկընտրանքում ճիշտը գտնելն անհնարին ծավալ է։ Այլ կերպ ասած, սա մի մեծ կոնտինյուում է, որի մի կողմում օրենքը չի կարելի խախտել կամ անգամ եթե դրա հետևանքով այլևս օրինականություն գոյություն չի ունենան է, իսկ մյուս կողմում օրենքը կապ չունի, եթե պետք է թող փողոցում մարդ գնդակահարենն է։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե այդ կոնտինյումի որ մասում է իր ընկալած ոսկե միջինը։ Հետգրություն, թող օրինական ճանապարհով հաղթներից գան, կամ Ռուսաստանը, Կրեմլը մեր երկրի դեմ ոչինչ չի անում, կամ Ռուսաստանը, Կրեմլը եկեղեցականներին երբեք որպես գործիք չի օգտագործում ու այլ հեքիաթները կողքի բաժնում։ Հիմա այստեղ Ռուսաստան ասելով, մենք ես իմ մասին ասեմ, ես երբ որ ասում եմ Ռուսաստան, ես նկատի չեմ ունենում Ռուսաստանի Դաշնությունը իր սահմաններով կամ Մոսկվան իր տարածքով կամ Կրեմլը իր մի խոսքով կամ Ռուսաստանը իր բնակչությամբ։ Նկատի եմ ունենում հատկապես Ռուսաստանի Դաշնության շահերը, ինչպեսին է, որովհետև Ռուսաստանի Դաշնության շահերը հենց Ռուսաստանի Դաշնությունն են նաև։ Ռուսաստանի Դաշնությունը ունի ծավալուն կայսրություն է նաև, ունի հսկայական կապեր եւ հսկայական տեղերում, շատ տեղերում շահերի համընկում կա, շատ տեղերում շահերի բախում եւ ոչ մեկին գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Թուրքիան Ռուսաստանի համար կարևորագույն երկիր է, կարևորագույն եւ ոչ միայն Ռուսաստանի համար, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար նույնպես կարևորագույն երկիր է եւ այս իմաստով տեսեք նույն եկեղեցականներին, ես մի անգամ ցույց տվել եմ այս ֆոտոները ու հատկապես մեր ներկա
այս դոշ ծեծողները, որ թուրքերի հետ եք գնացել կզում եք, վեր եք կենում, չգիտեմ ինչեր եք ասում, մեր սրբազան հայրերը պարզվում է լավ էլ թուրքերի հետ աշխատել են եւ աշխատում են, եւ Դանիել Յոհաննիսյանի խոսույթը, թե իսկ ԱԱԾ-ն ինչ պիտի անի, այստեղ մնում է օդից կախված այս իրավիճակում։ Եվ ասել, որ սա Ռուսաստանից առանձին մի բան է, ես այդքան վստահ չի լինի, որովհետև այստեղ ընդհանուր շատ բաներ կան։ Եթե կարելի է մեծ այդ ֆոտոները տեղադրենք, էլի, մատ ցույց տանք ժողովրդին, եւս մեկ անգամ։ Ուրեմն, վերևի նկարում դուք տեսնում եք ձեզնից աջ կողմում, հա, այն գլխարկովը։ Դա գորժգայլերի, թուրքական գորժգայլերի առաջնորդներից մեկն է, եւ երկուսն էլ տեսնում եք գորժգայլերի նշանով են հանդես գալիս։ Ներքևում տեսնում ենք ծանոթ դեմքեր արդեն, Տիգրան Սարգսյանը, երբեմնի վարչապետը, նույն գորժգայլերի ղեկավար ներկայացուցչի հետ, այս մյուս կողմում տեսնում ենք Եզրասն է ոնց որ դրանք երկու աղբեր իրար շատ նման են, Եզրասը նույն գորժգայլերի ներկայացուցչի հետ, մյուս կողմում էլ հենց նույն ինքը այդ ներկայացուցիչը, շնորհակալություն ֆոտոյի համար։ Հիմա, եթե ես նայեմ այս ֆոտոին, քաղաքացի եմ, մարդ եմ, նայեմ այս ֆոտոին, ու ես իսկապես, ասենք, ունեմ Թուրքիայի հանդեպ որոշակի բաներ։ Սոս նայում եմ, ինչ պիտի կարծեմ։ Այսօրվա դրությամբ այն մարդիկ, որ սրան են պաշտպանում, մեզ մեղադրելով, որ մենք թուրքական օրակարգի պաշտպաններ ենք, կարող ենք հասկանալ, ոնց է այդպես ստացվում։ Դուք ինքներդ եք այդ օրակարգի պաշտպաներ, ընդ որում մենք սրա համար դուրս չենք եկել դեռ, չգիտեմ ինչեր անում, էլի, որ տեսեք, բան կուրս կպատրենք, բան, չէ, մենք մատնացույց ենք անում մեր խնդիրը, եւ փորձում ենք հասկանալ այդ խնդիրը ոնց է ծագել, առաջացել, այդ դուք եք դուրս գալիս կուրս ծեծում կեղծ լոզունգներով, եւ իմի հարց, հարգելի ԱԱԾ, ազգային անվտանգության ծառայություն, սա ինչ է։ Այս պարագայում, ես քաղաքացի եմ, իսկապես ուզում եմ հասկանամ, որովհետև ինձ գժվցնում են արդեն։ Մի կողմից ասում են գորժգայլերը, թուրքերը, ընդ որում մեջը թե ճշմարտություն կա, թե ամուր ճշմարտություն կա, թե չափազանցություն կա, մյուս կողմից տեսնում ենք լավ էլ աշխատում են, ստեղ խոսում են անհանդուրժողականության մասին, ստեղ ոնց որ ներկայացնում հանդուրժողականություն, կարելի է իմանալ ազգային անվտանգային ծառայություն, սա ինչ է, այս պարագայում դուք ինչ պիտի անեք։ Մենք ձեզանից ինչ կարող ենք պահանջել, ինչ պետք է պահանջենք, ինչ իրավական մեխանիզմներ կան, ինչ գործողությունների շղթա կա, որ պետք է իրականացնել, ինչ պիտի անենք։ Սա նորմալ է։ Եթե նորմալ է, եկեք ինչ որ կերպ սահմանենք դա, որ երբ որ այստեղից ինձ գժվացնում են, ասում են, ԱԱԾ-ն ասել է նորմալ է։ Եթե նորմալ չի, ապա ԱԱԾ-ն պետք է գործի, որ երբ որ այստեղից գժվացնում են, ասում ԱԱԾ-ն գործում է այդ ուղղությամբ։ Ընդ որում սրանք հին նկարներ են, բնականաբար, ընդեղ են երկուսը որ կային, որ հրապարակում են դա նոր է համեմատաբար, եթե չեմ սխալվում 21-22 թվականների նկարա, և այդտեղ ես ընդդիմադիր դաշտը մի հատ վրդովվել էր, տեսեք գորժգայլերը, գալիս են Երևանի կենտրոնում նկարվում և գնում են, այս ինչ երկիր է, մյուս կողմից իրենք այն մարդիկ են, որ Տիգրան Սարգսյաններ են, Եզրասներ են, նրանց եթե բան ասես թիմով կհարձակվեն քո վրա, հիմա ինչ ենք անում, ինչ է պետք անել։ Հիմա մեկ այլ բան էլ ասեմ, մի հատ Միկա Բադալյան կար, կարծեմ դրա մուտքը Հայաստան վերջապես բան եղավ, արգելվեց, թե չէ, չգիտեմ, մի անգամ էլ Ժիրայր Ոսկանյանի հեռախոսն էին ձեռքից վերցրել, ոստիկանները եկել էին ուլի պես կանգնել էին, չգիտեին ինչ պիտի անեն։ Մի խոսքով, ռուսական շպիոն, ընդ որում, երբ որ դրան մի անգամ ձերբակալել էին Զախարովայով, բանով բոլորը խառնվել էին իրար։ FSB գործակալներից։ Ընդ որում են բան գործակալներից, էլի։ Տգետ, ոնց FSB-ն է այդպիսի կառույց, տենց էլ իր գործակալները։ Ուրեմն կիսվել ու տարածել է, թե Գերմանիայում իբր Փաշինյանին ոնց են դիմավորել։ Իհարկե, այնտեղ էլ երկու կողմ կար, ոնց որ օրինակ Կտրիշ Ներսիսյանի Ֆրանսիա այցը, հա, նրանք ներկայացնում էին, թե ինչպես են իրեն դիմավորել, այստեղից մարդիկ ներկայացնում են, թե ինչպես են իրեն դիմավորել։ Չէ՞։ Նույնը այս պարագայում մենք տեսնում ենք Գերմանիայի հայությունը ինչ ջերմությամբ է մոտենում
ողջունում, նու կարող է եւ ջերմությամբ չմոտենալ, բայց ընդունելով, որ իր երկրի ղեկավարն է, ողջույնները համապատասխան էթիկայի շրջանակներում են, եւ մյուս կողմից բնականաբար տեսնում ենք որոշակի յոլոպուկիների ներկայացուցիչություն, ովքեր որ ռուպորով գնացել կանգնել են ու չգիտես ինչեր են խոսում, խնդրեմ եթե կարելի է այդ Գերմանիայի վիդեոն էլ մի հատ նայենք, Միկա Բադալյանի էջից, եւ Միկա Բադալյանը սա սիրով ու երջանկությամբ կիսվում է իր էջում։ Մի հատ եսիմով կանգնել է դուրս էի հարցեր, դու ով ես որ դուրս գա ու հարցերիդ պատասխանի։ Եթե դու ինքդ այս խոսույթով նենց ես անում, որ հանկարծ դուրս չգա հարցերիդ պատասխանը։ Մեր հարցերին պատասխանն է Համարտեսարի ու Աննայի Տերվեսրո թե անբարոյակային դեասին հետ։ Միջայի գթալով գնացել են, էլի։ to Pashinyan and also German authorities Այս էլ մեր հայ տղեն է, դուք գիտեք ինչ հայ տղա է ինքը։ that committed a genocide against indigenous Լավ, շնորհակալություն։ Հիմա Այ հենց այն անձնավորությունը, որ գորում էր Փաշինյան, դիստակի մեջերցին պատասխանի, գիտեք խի է տենց գորում։ Իհարկե այդպես տպավորություն է ստեղծում, փորձում ստեղծի թե ինքը երևելի եսիմով է, բայց մենք մեր իրականությունում արդեն վաղուց տգիտությունը ատում ենք։ Եվ սա տգիտության դրսևորում է, որովհետև եթե մարդը ունի հարցեր եւ փորձում է պահանջել, որ դիմացինը իր հարցերին պատասխանի, Atens չի աց, միլիարի սա տգետ դրսևորում է։ Փորձում է ստեղծել իրավիճակ, որտեղ կկարողանա բերել հարցերին պատասխանողին։ Եվ էթիկայի նորմեր գոյություն ունեն, քաղաքակիրթ ձև կա դրա համար։ Գնում եք, ասում եք մենք այսքանով ձեզ հարցեր ունենք, պարոն Փաշինյան։ Եվ հարցերը մոտավորապես այսպիսին են, կամ խնդրենք, քանի այստեղ եք հանդիպում, մի հատ այս հարցերին տեսնենք ոնց եք պատասխանում, այս հարցերը մեզ տանջում են։ Ձևակերպումները թողնում եմ ձեզ։ Բայց պարզից պարզա չէ, թե եթե մեկին կանգնել ես դուք ես ինչ ես ներկայացնում։ Ես շատ գիտեմ, այնտեղ եղուն կտրելիքից սկսած ինչից ասես պրծած գողություն անելով ես ինչ ես դարել, ես օլ ռուպորը կանգնելից այ հարցեր ունենք։ Ինչ հարց դու ունես։ Ոնց կարա Փաշինյանը իր կարգավիճակից ելնելով ընդառաջ գնա իրեն այդպես կանչոին ու դու դա շատ լավ գիտես։ Այսինքն, այստեղից հետևություն, դու այդպես ես կանչում, որովհետև վախենում ես։ Որովհետև դու չես ուզում, որ հանկարծ գա։ Դրա համար դու պիտի տես կապիկլամիշ լինելով կանչես, թե Փաշինյան այս որնակ ես բանի տեղ չդնի ու չգա։ Որ հանկարծ չգա։ Հանկարծ չգա, որովհետև որ գա, քո տգիտությունը, որ ոնց այն, որ երկար ճամփայից գնում, մյացած մեծ ինչ-որ միջատ է թռնող, պարբրիսի նախ դիմապակունա կպտուս ծպնում, այ եթե ճպալու ես գնաս, հասկանում ես, որովհետև քո լեքսիկոն ունեցող անձնավորությունը չի կարող ձևակերպել այնպիսի մի հատ խորքային հարց, որին բարդ լինի պատասխանել Փաշինյան բարդություն ունենա պատասխանել։ Չի կարող այդպես լինի։ Որովհետև դու տգետ ես։ Եվ հատկապես եթե այս նյութը կիսում ու տարածում է Միկա Բադալյանը, մոտավորապես ընդհանուր մակարդակը ներկաների, իրենց իրավունքն է, ինչ ուզում են թողանեն, Գերմանիայի քաղաքացիներ են։ Ինձ արդեն հասկանալի է, բայց ես այստեղ մի բան եմ ուզում ասել, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Ուրեմն, ցանկացած մեկը, անկախ իր ազգությունից, ով այլ երկրի քաղաքացի է, եւ այլ երկրի քաղաքացի լինելով, այլ երկրից փորձում է վիրավորել մեր երկրի ղեկավարին, մեր երկրի այս կամ այն քաղաքական գործչին, તો մեր երկրի ընդդիմությանը ինչու ոչ, ինձ համար դա ոչ միայն անընդունելի է, այլ նաև ինչ-որտեղ անձնական վիրավորանք, և հակադարձումները լինելու են շատ կոպիտ, չափազանց կոպիտ, որովհետև
Երբ որ լինում է լեգիտիմ ընտրություններ, դուք երևի տեղյակ չեք, բայց ես ձեզ ասեմ, ըստ բանի, հա, ռեգլամենտի, ուրեմն, երկրի ղեկավարը լեգիտիմ ընտրությունների արդյունքում ընտրված, քանի ղեկավարը հանդիսանում է այդ երկրի խորհրդանիշներից մեկը, դրա համար ունի հատուկ պահպանության, պաշտպանության բան։ Ու եթե իմ երկրի խորհրդանիշը օրինակ լիներ Ռոբերտ Քոչյանը, իսկ եղել է այդպիսի դեպք։ Ես իմ 100 տարվա պատմել եմ դա։ Ես իմ 100 տարվա ամենամոտ ընկերոջը երրորդ երկրում նրա համար, որ երրորդ մի հատ ազգի դեմը Քոչարյանի մասին վատ բան ասաց, ես իմ ընկերոջ հետ այնպես մի հատ վեճի եմ բռնվել, որ երբեք ընկերոջ հետ տենց վեճի չի բռնվում։ Ասել եմ ինչ չի, դա մեր երկրինն է, ստեղից խոսելունը չի։ Ստեղ խոսելունը չի։ Էս, չգիտեմ, լատի շահովա սրա մոտ խոսելունը չի։ Սա կոչվում է արժանապատվություն, ազգային արժանապատվություն ընդ որում։ Որովհետև նա իմ երկրի ինչ է, հանցագործ է, ինչ է, դա իմ ու քո խնդիրն է, այն դեպքում ընդ որում, երբ որ մենք Հայաստանում ենք։ Սա եղել է մի 25 տարի առաջ էս դեպքը։ Այսինքն ես իրավունք ունեմ հիմա ասել այն ինչ որ ասում եմ, որովհետև օբյեկտիվորեն բոլոր իրավիճակներում եմ ինձ այդպես դրսևորել։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը, ում այնպես չի որ ատում եմ, ես Քոչարյանին ատում էի։ Նիկոլ Փաշինյանին սատարում եմ ինչ որտեղ։ Նույնպես հանդիսանում է մեր երկրի արդեն ղեկավարն է, խորհրդանիշն է։ Հիմա 26-ի ընտրություններին ով ընտրվի, ես նույն բանն եմ ասելու։ Երրորդ երկրի քաղաքացիները, երկրորդ երկրի մյուս ուժիշ երկրի քաղաքացիները, անկախ իրենց ազգությունից, իրենց ստոր ձևով դրսևորելու իրավունք չունեն։ Քննադատել կիրթ քաղաքակիրթ ձևով, լավ, ասենք հայ են, սրտացավ են, չնայած դա հաշիվ չի, որովհետև ինձ համար շատ ավելի կարևոր է իմ պետության մեջ ապրող ազգային փոքրամասնություն հանդիսացող մեկ այլ քաղաքացու բարձրացրած հարցը կլինի ասորի, եզդի, մալականներից կլինեն, կապ չունի, նշանակություն չունի։ Որովհետև ինքը իմ պետության քաղաքացի եւ մենք մի պետության մեջ ենք ապրում որոշակի ընդգծված իրավունքներով։ Քան արտերկրում ապրող ազգությամբ, հայ ով ուզում է լինի։ Այս մարդու խոսքը ինձ համար ավելի կարևոր է, որովհետև սա մեր պետությունն է, մեր անձնագրերով, մեր գործունեությամբ, մեր վճարած գումարներից հարկ գոյացող, այդ հարկը հետևողական լինենք, որ ճիշտ ծախսվի, հարկու տուրքը, այդ բյուջեն եւ այլն եւ այլն եւ մեր զինվորը, էս են։ Ամենայն հարգանքով բոլորիս տներից մենք ունենք արտերկրում ապրող բարեկամներ, հարազատներ, այսինքն եթե ես ասում եմ, ես չեմ օտարում ինձանից Սփյուռքում ապրող մեր հայությանը, նրանց դերն ու նշանակությունը առավել եւս։ Ոչ միայն չեմ օտարում եւ չեմ արժեզրկում, ճիշտ հակառակ, ես ուզում եմ, որ մենք ճիշտ արժևորենք եւ իր տեղում արժևորենք։ Հավելյալ բաներ չլցնենք այդ մարդկանց վրա պատասխանատվություններ։ Այս մարդիկ ազգությամբ հայ են եւ սրտացավ կարող են լինել եւ իրենց այդ երկրում ապրելով կարող են շատ օգտակար լինել այն պետության համար, որտեղ որ ապրում ենք մենք, Հայաստանի Հանրապետության։ Բայց այս իմաստով ինչ որ sense լկտի պահվածներով հարցադրումներ անել չեն կարող։ Դա այսինքն կարող են, բանով, հա, ֆիզիոլոգիապես կարող են, բայց արժանի պատասխան են ստանալու։ Ասում եմ, օրինակ վարչապետը երբ որ գնում է հանդիպում էլա, չէ՞ տեղի համայնքի ներկայացուցիչների հետ գրեթե միշտ։ Ու գրեթե միշտ պատասխանում ամենատարբեր սրտացավությունից բխող քննադատությունների, հարցադրումների եւ այլն։ Ապա ինչ խնդիր կա կանել, լարի ստեղ, դու ով ես։ Դու ով ես։ Լավ, հələ Հայաստանի համար դու ով ես մի կողմ։ Գերմանիայում դու ով ես։ Էս այդքանով այդ մակարդակով եք եկել։ Եվ սա գիտեք հետ զարմանալի չի։ Չգիտես ոնց է ստացվում։ Եվրոպայում եւ Ամերիկայում ապրող որոշ այսենց մարուկներ
Դες կարող են իրենց դրսևորել, բայց այդ նույն կառույցին ենթարկվողները Ռուսաստանի Դաշնությունում տես չեն դրսևորվում։ Փաշինյանը Ռուսաստանում է։ Տեսնենք, այնտեղ ապրող ռուսաստանցի հայերը այդպիսի բան կարող են անել։ Ամենաշատ չսիրողներն են Փաշինյանին։ Ռուսաստանի հայության 90%-ը, որովհետև ռոպագանդայի տակ են։ Այդպիսի բան կանեն, չեն անի, որովհետև այդ երկրում այդպես չի։ Միկա Բադալյան կգնաս անձամբ նմանատիպ ակցիա անես։ Չես գնա, որովհետև քո ատելությունը Փաշինյանի հանդեպ ավելի քիչ է, քան քո վախը քո վերադասների հանդեպ, ովքեր հայ չեն ու Հայաստանի Հանրապետության հետ կապ չունեն։ Հասկանում ես, խնդիրը հենց այդտեղ է։ Էլի կար թեմաներ, բայց լավ։ Վաղն էլ է օր լինելու, վաղը կխոսենք։ Եթերում Ազատ շփումներ, սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք։